Գոյամարտ սերիալում իրադարձությունները հասել են այնպիսի կետի, որտեղ հերոսներից ոչ մեկն այլևս չի կարող փախչել ճշմարտությունից։ Վերջին սերիաները բառացիորեն լեցուն էին էմոցիաներով, ծանր խոսակցություններով ու այնպիսի բացահայտումներով, որոնք փոխելու են բոլոր հարաբերությունները։ Ամենակարևոր զարգացումներից մեկն անկասկած Ավոյի քայլն էր։ Ավոն փրկեց Լեոյին։ Նա շատ լավ ճանաչելով Հունանին, գիտեր, թե որտեղ է պահվում Լեոն, ու առանց խոչընդոտների նա ուղղակի գնաց այդտեղ և Լեոյին տուն տարավ։ Իհարկե, Լեոն չարձագանքեց Ավոյի օգնությանը և նրա հետ ավտոմեքենայով չգնաց իրենց տուն, բայց միևնույն է, Ավոն իր կյանքում ինչ-որ լավ բան արեց։ Այս տեսարանը շատ խորհրդանշական էր, որովհետև առաջին անգամ մենք հստակ տեսանք, որ Ավոյի ներսում վրեժից բացի կա նաև ընտանիքի զգացողություն։ Տարիներ շարունակ նա ապրել է միայն ատելությամբ, նրա ամբողջ կյանքը կառուցվել էր մեկ նպատակի վրա՝ ոչնչացնել Հունանին ու վերադարձնել այն ցավը, որը ինքն է ապրել։ Բայց հիմա, երբ Լեոն ու Դավիթը գիտեն, որ նա իրենց հորեղբայրն է, ամեն ինչ փոխվում է։ Ավոն այլևս պարզապես օտար մարդ չէ, նա Ռաֆի եղբայրն է, նրանց արյունն է, նրանց անցյալի մի մասը։ Եվ հենց այդ պատճառով էլ, երբ վտանգի մեջ է հայտնվում Լեոն, Ավոն չի կարողանում անտարբեր մնալ։ Սա շատ կարևոր շրջադարձ է նրա կերպարի համար, հատկապես եթե հիշենք, թե որքան բարդ հարաբերություններ են եղել նրանց միջև։ Լեոն միշտ կասկածանքով է նայել Ավոյին, Դավիթը զգուշությամբ է վերաբերվել նրան, իսկ Ավոն էլ իր հերթին երկար ժամանակ չէր ցանկանում թույլ տալ, որ զգացմունքները խանգարեն իր վրեժին։ Բայց հիմա առաջին անգամ Սարգսյանները հավաքվում են մեկ սեղանի շուրջ, և այդ մթնոլորտը շատ ծանր է։ Այստեղ արդեն խոսքը պարզապես ընտանեկան հանդիպման մասին չէ, սա տարիներով կուտակված հարցերի, ցավերի ու լռության պայթյուն է։ Լեոն հիմա բառացիորեն այրվում է ներսից։ Նա ուզում է իմանալ ճշմարտությունը, ուզում է հասկանալ ինչ է իրականում տեղի ունեցել իրենց ընտանիքի հետ, որտեղ է իրենց եղբայրը, ինչպես է մահացել իրենց հայրը և ով է վերջապես իրական մեղավորը։ Եվ հենց այս հարցերն են, որ սերիալը դարձնում են ավելի ու ավելի ծանր հոգեբանական դրամա։ Լեոյի համար սա պարզապես հետաքրքրասիրություն չէ, սա ինքնության հարց է։ Նա ամբողջ կյանքում ապրել է հոր բացակայության ցավով, փորձել է ուժեղ լինել, ընտանիքը պահել, եղբայրներին պաշտպանել, բայց իրականում իր ներսում միշտ դատարկություն է եղել։ Եվ հիմա նա կանգնած է այն մարդու դիմաց, ով կարող է պատասխանել իր կյանքի ամենակարևոր հարցերին։ Ավոյի համար էլ սա հեշտ պահ չէ, նա գիտի շատ բաներ, գիտի անցյալի ամբողջ մութ պատմությունը, գիտի Ռաֆի մահվան իրական հանգամանքները, գիտի Հունանի դերը։ Բայց հարցն այն է, արդյոք նա պատրաստ է ամբողջ ճշմարտությունն ասել, որովհետև երբ այդ ճշմարտությունը բացահայտվի, ոչ ոքի կյանքը նույնը չի մնա։ Բայց այս ամբողջ պատմության մեջ ամենածանր հոգեբանական վիճակում հիմա Լեան է։ Լեան բառացիորեն փլված է ներսից։ Նա սիրել է Լեոյին առանց իմանալու ամբողջ ճշմարտությունը։ Նա հավատացել է իր հորը, առանց պատկերացնելու, թե ինչ անցյալ ունի Հունանը։ Եվ հիմա, երբ կամաց-կամաց ամեն ինչ բացվում է, Լեան այլևս չի կարողանում ապրել նույն կերպ։ Նրա ներսում սկսվում է շատ ծանր պայքար՝ մի կողմից հայրը, մյուս կողմից սիրած մարդը։ Եվ ամենացավոտն այն է, որ Լեան հիմա արդեն սկսում է մեղադրել ծնողներին։ Սա շատ կարևոր պահ է, որովհետև Լեան նախկինում միշտ փորձում էր արդարացնել ընտանիքը, հասկանալ հորը, հավատալ, որ ինչ էլ լինի, Հունանն իրենց սիրում է։ Բայց հիմա նա զգում է, որ իր կյանքը կործանվել է մեծերի սխալների պատճառով։ Նա կորցրել է խաղաղությունը, կորցրել վստահությունը, կորցրել է իր ընտանիքի մասին պատկերացումները, և հենց դրա համար էլ նրա զայրույթը շատ բնական է։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է՝ ինչպես է արձագանքելու Հունանը։ Հունանն այն մարդկանցից չէ, ովքեր հեշտությամբ ընդունում են մեղադրանքները։ Նա ամբողջ կյանքում սովոր է վերահսկել իրավիճակը, ճնշել մարդկանց, ստիպել լռել, բայց հիմա առաջին անգամ սեփական աղջիկն է կանգնում իր դեմ։ Սա Հունանի համար ամենածանր հարվածներից մեկն է, որովհետև նա կարող էր պատերազմել թշնամիների դեմ, կարող էր պայքարել Ավոյի, Սարգսյանների կամ ուրիշների դեմ, բայց սեփական աղջկա ատելությանը պատրաստ չէ։ Շատ հնարավոր է, որ հենց Լեայի խոսքերն առաջին անգամ կոտրեն նրան ներսից, բայց այստեղ կա ևս մեկ շատ կարևոր և վտանգավոր հարց՝ Մանանը։ Վերջին կադրերում Մանանը կանգնած է ու կարծես ներքին սարսափի մեջ լինի, և շատ հեռուստադիտողներ արդեն սկսում են մտածել ամենածանր տարբերակի մասին՝ արդյոք հնարավոր է, որ
Հունանը զայրույթի պահին ասի, որ սպանել է Մանանի հորը, սա իսկապես կարող է դառնալ սերիալի ամենաշոկային շրջադարձերից մեկը։ Եթե դա տեղի ունենա, ամբողջությամբ կփոխվի բոլորի հարաբերությունները։ Մի կողմից ընտանիքն է, եղբայրները Լեոն, Դավիթը, մյուս կողմից Գրիշոն ու նրա ընտանիքը։ Մանանը գտնվում է շատ ծանր վիճակում։ Նա անընդհատ փորձում է պաշտպանել բոլորին, պահել խաղաղությունը։ Եվ թվում է հենց հիմա ամենակարևոր բացահայտումները մոտակա սերիաներում կտեսնենք, ով է իրականում մեղավոր Ռաֆի մահվան համար։ Կասիա Ավոն ամբողջ ճշմարտությունը կկոտրվի Հունանը սեփական աղջխոսքերից, չնայած դեմքից էլ պարզ է, որ նա կոտրվող տեսակ չէ, իսկ Մանանն իսկապես պատրաստ է լսել այն, ինչ պետք է ասի Հունանը։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել չափազանց հուզիչ, ծանր ու անսպասելի զարգացումներով, այնպես որ բաց մի թողեք